Տոն Սաֆարյան, դուք հաշտեք, որ այլևս եռատոն չէ այսօր։ Ես նշեցի այսօրվա խորհուրդը, ավելացնելու բան չունեմ։ Մենք այս տոնը Հայաստանը Ռուսաստանի հետ միասնաբար նշել է երկար տարիներ, այս պահի դրությամբ այս տոնի զուգահեռ դուք նկատում եք հայ-ռուսական հարաբերության լարվածության պատճառով որևէ ճգնաժամ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Հայ-ռուսական հարաբերությունները ունեն երկար պատմություն, ներկայիս դրությամբ որոշ խնդիրներ կան, որոշ հարցեր կան, որոնք մենք քննարկում ենք մեր ռուս գործընկերների հետ։ Ես չէի անվանի դա ճգնաժամ։ Բոլոր այսպիսի իրավիճակներում, երբ աշխարհում կան այսպիսի զարգացումներ, նորմալ է, որ առաջանում են հարցեր միմյանց նկատմամբ, եւ մենք փորձում ենք երկխոսության միջոցով հասցեագրել այդ բոլոր հարցերը։ Ռուսական լրատվամիջոցները գրում էին կոշտ զրույց է եղել Ռուսաստանում Հայաստանի դեսպանի հետ, արտգործնախարարությունը նախորդին չէր մեկնաբանել, եթե կարելի է, եթե դուք կարող եք մեկնաբանել այս պայդրությամբ դեսպանի արտգործնախարարություն կանչվելու փաստը։ Դա իրենց մեկնաբանությունն է, դեսպանը կանչվել է, փոխանցել են հայտագիր, եթե կարիք լինի, մենք դրան կպատասխանենք։ Բովանդակությունը ինչ է հայտարարել։ Կապված էր այստեղ կայացած գագաթաժողովի հետ։ Հնարավոր է դրանից հետո հայ-ռուսական հարաբերությունները վատ տարածում նկատվի հայ-ռուսական հարաբերություններ Զելենսկուայից եւ այլ հայտարարություններից հետո։ Կկրկնեք ձեր հարցը։ Այս ֆոնին եւ դեսպանն է կանչվում Զելենսկու հայտարարությունների վերաբերյալ մտահոգություն չունի հայկական կողմը, որ հնարավոր է սրացումներ նկատվեն հայ-ռուսական հարաբերություններում։ Այս պայդրությամբ մենք նորմալ կոնտակտի մեջ ենք մեր ռուս գործընկերների հետ եւ այդպիսի գնահատական ես չէի տա։ Պարոն Սաֆարյան, կներեք, նշեցիք հայտագրում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի վերաբերյալ կա իրենց միջոցառումների կապված ելույթի, թե ուղիղ Զելենսկու ելույթի։ Եթե կարիք կա, մենք այդ հայտագրի բովանդակությունը կփոխանցենք, այս պայդրությամբ ես չեմ ուզում մեկնաբանել։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։